Ես թիվը կոնկրետ չեմ կարող ասեմ, 130-ից 150 աշխատող կա գործարանում, այսօր գործարանը կանգնացրած է եւ ամբողջ գործարանի աշխատողները մնացել են անգործ։ Ես ինքս այստեղ եմ աշխատում 2024 թվականի սեպտեմբերի 24-ից այստեղ աշխատում եմ եւ իմ ընտանիքի հոգսերս այս գործարանի աշխատալու շնորհիվ հոգում եմ ընտանիքիս հոգսերը։ Ուղղակի այսօր շատ տհաճ երևույթ է, որ քաղաքականության պատճառով մի մարդու են ձերբակալում ու ամենավերջի հանցագործի այն ձևով չեն ձերբակալում, ոնց որ պարոն Ծառուկյանն է ձերբակալել, շատ տհաճ երևույթ է, դա պետք է առաջին հենց իրանք ամաչեն, որ նման մարդու նման ձև են ձերբակալել։ Ու հետո ասեմ, որ պարոն Ծառուկյանը, եթե հանցագործը եղել է, 8 տարի իրանք ինչ բան են եղել, 8 տարվա մեջին բռնեին դատեին, չթողեին հանցագործը մնա դրսում։ Հենց որ քաղաքականությունը եկավ, ընտրությունը եկավ, պարոն Ծառուկյանը ընդդիմախոս եղավ, միանգամից հանցագործ դառավ պարոն Ծառուկյանը։ Ես կասեի, որ ինքը հանցագործ չի, ես կասեմ, որ ինքը ուղղակի քաղաքականության վրա հետապնդում է եւ ուզում եմ որպեսզի պարոն Ծառուկյանը հենց այնպես դատապարտել, իսկ պարոն Ծառուկյանին դատապարտելով դատապարտում են 10,000 աշխատող, եթե 10,000 աշխատող, այդ թվում նաև մեր գործարանի աշխատողները, դե չեն աշխատում, ապա ամեն տարվա վերջում կառավարությունը ժողովրդին զեկուցում է, այսքան աշխատատեղ սարքեցինք, այսքան անգործնյա աշխատատեղերի միջոցով այսքան մարդիկ աշխատում են, այս տարի ինչ են ասել, այսքան աշխատատեղ փակեցինք, ամոթ չի բա, մենք պահանջում ենք, որպեսզի մեր գործարանի այս կապարակնքած դռները բացեն, մեր ժողովուրդը աշխատեն, մեր ժողովուրդը իրանց աշխատանքը իրաց տները բան, ոչ մեկը չի գնալու ուրիշ տեղ աշխատանք փնտրի կամ չի գնալու մուրալու։ Բոլորն ուզում են որպեսզի աշխատեն։ Իսկ մենք պահանջում ենք նաև որ անհապաղ ազատ արձակեն պարոն Ծառուկյանին, որպեսզի դուրս գա ժողովրդին տերություն անի։ Հիմա այս որ Հարկադիր պարապորտի մեջ ենք, պարոն Ծառուկյանը, էլի ես համոզված եմ, որ կարող է դուրս գա ու այսքանին վարձատրի, բայց որ այդ մարդը չվարձատրի, պետությունը պարտավոր է, այսքան պարապորտի վնասը վերականգնի, ժողովրդին վարձատրի, անելու են իրանք։ Ես կարծում եք կվերականգնի պետք։ Ես չեմ կարծում որ իրանք կվերականգնեն, իրանք մենակ կարող են խլին։ Ես լսել եմ որ ասում են ժողովուրդը տուգանքի մածիրաչին։ Դե այնա սոցիալական բաներ կա, չէ, սոցիալական հարցումներ կա կամ թե չէ, իրանց տվյալները ունեն։ Մի հատ վերցնեն նախքին 10 տարիների ընթացքում ինչքան մարդ է Հայաստանում տուգանվալ, հիմա վերցրու 8 տարվա մեջ ինչքան է տուգանվալ։ Եվ 10 անգամ ավելի շատ։ Չի կարելի ժողովրդին անընդհատ տուգանքի մածիրացակալ, բայց անդրոն տուգանքի մածիրաչում։ Թող այդ մարդուն ազատ արձակեն, ինքը իրան գործերը շարունակի, ժողովրդին նորմալ պահի, նորմալ էլ պահում էր։ Ես ուրիշ բան չեմ ուզում ասեմ, այնքան բան կա ասելու չես կարող մի անգամից մի րոպեի ամբողջ այդ իր կատարած աշխատանքները ներկայացնես, բայց ես մի բան գիտեմ, որ ես Արցախից տեղահանված եմ 23 թվականի սեպտեմբերին տեղահանվելուց հետո մի տարի դռնեդուռ եմ ընկել, ոչ միտեղ չեմ կարողացել մտնեմ աշխատանքի նորմալ լավ բարի մարդկանց միջամտությամբ մտել եմ ստեղ աշխատում եմ ու շատ լավ կոլեկտիվ է, շատ լավ աշխատանք է, շատ լավ իրանք մեզ շատ լավ ընդունում են 15-20 հոգի Արցախից ստեղ աշխատում ենք, մենք բոլորս տան վարձ ենք տալիս, ուսման վարձ ենք տալիս, հիմա այդ որտեղից պիտի տանք այդքանը, պիտի մի տեղ աշխատենք, որտեղ ուրիշ տեղ էլ աշխատանքի չեն ընդունում մեզ, իսկ պարոն Ծառուկյանը արցախցիների համար կազմակերպում էր տարբեր միջոցառումներ, որ կառավարությունից սկսած շատ խոշոր բիզնեսմեններ կան, շատ խոշոր գործարարներ կան, մեկը ռիսկ չէր անում Արցախի անունով բարձրացնել, բայց պարոն Ծառուկյանը ասաց, որ արցախցիները պետք է ապրեն Հայաստանում, արցախցիներին պետք է ապրեցնենք Հայաստանում, արցախցիները որպեսզի դուրս չգան, որ հետո Արցախը հետ վերադառնալու ժամանակ արցախցիները կարողանանք հետ վերադարձնել Արցախ։ Այդ մասին ոչ մեկը չի ասել, բացի ինքը։ Կազմակերպում էր միջոցառումներ, որ արցախցիների ջահելները հավաքվեն, մի քիչ ցրվեն, իրավիճակից դուրս գան։ Ոչ մեկի չի Արցախի դրոշը ոչ մեկի չի բարձրացել, Արցախի հիմնը ոչ միտեղ չի հնչել, բացի Ծառուկյանի կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ։ Միթե կարելի է նման մարդու մեծատառով մարդու, որ ամբողջ աշխարհը ճանաչում, նման ձևի վերաբերվել դրա հետ։ Ես ամաչում եմ իրանց տեղ ուղղակի։ Ես էլ եմ
Մենք չենք պատրաստում ընդհանուր ամբողջ գործարանով 130 հոգի մենք բոլորս մնացել ենք առանց աշխատանք ու չենք պատրաստում ստեղծված իրավիճակին հետ նահանջ անել ու մտածել, որ կառավարությունը այս պահին 15000 աշխատողի առանց աշխատանքա թողել ու անօրինական կերպով մեր գործարանը պլոմբել են, արդեն 9-րդ օրն է, ես 4 տարի է այստեղ աշխատում եմ։ Բացման օրվանից ես իմ գործանից շատ գոհ եմ։ Ինչ շատ հարմար է, ես իմ ընտանիքին պահում եմ, իմ երեխեքին պահում եմ, ես շատ գոհ եմ իմ գործանից։ Այսօր ես ինչի պիտի իմ աշխատողների հետ, իմ կոլեկտիվի հետ մենք դրսում մնանք։ Մենք իրանցից ոչ ողորմություն ենք խնդրում, ոչ էլ եկել ենք ստեղ, որ խնդրենք, աղաչենք մեր գործանը բացեն։ Կա օրինական օրենքով որոշված կարգ ու կանոն։ Ստուգեցին, թող պարտավորված լինեն բացեն, այս ստուգման ընթացքում մենք համ կաշխատենք, համ էլ մնացած մեր գործերը կկարողանանք կազմակերպենք։ Այդ կառավարությունը, որ 15000 ընտանիքի թողել է այսօր առանց գործ, մեր վարչապետը ամբողջ երկրով շրջագայություն է կատարում, սելֆիներ անում, չի մտածում, որ 15000 աշխատակից մնացել են դրսում։ Մեր մասին ով պիտի մտածի, ես 15000 հոգին դուրս գան երկրից, գնան ամեն մի ուղղությամբ, զզված այս երկրից, էդ են ուզում մեզանից։ Արդեն հոգնել ենք այս կառավարությունից, ինչի մենակ պարոն Ծառուկյանն էր հարուստ, այս երկրում։ Լիքը հարուստ մարդիկ կան, ինչի չեն ընկնում իրանց հետևից, այդ հարուստ մարդիկ այս երկրում մի հատ քարը քարի վրա չեն դրել։ Թող մեզ չդրթեն, որ մենք գնանք ավելի վատ քայլերի։ Այսքան աշխատող մեզ է նայում։ Տղամարդիկ, կանայք մնացել են առանց գործ, ունենք շատ լավ ղեկավարներ, ես բոլորից շատ գոհ եմ, շատ մարդամոտ, ամեն հարցով մեզ աջակցել են, այսօր այս մարդիկ շիվարած մնացել են, ինչի համար, որովհետև մեր կառավարության անդամները որոշել են պլոմբեն 70 աշխատատեղ 15000 հոգու թողեն առանց գործ։ Այդ ղեկավար անձանցից, այդ կառավարության անդամներից ով է այդքան բարերար աշխատանքներ կատարել, ով է այսօր պարոն Ծառուկյանի մեջ կոնկրետ հենց սպորտում այդքան առաջ տարել մեր մարզիկներին, այսօր սպորտ կոմպլեքսներն են փակել, մարդիկ պիտի գնան առաջնության, ինչի մասին է մտածում այս կառավարությունը, ես չեմ հասկանում, արդեն զզվել ենք, հնարավոր չի արդեն սենց, մեր ձայնը վերջի վերջո ինչ-որ մեկը պիտի լսի, բարձրաձայնենք մենք մեր ձայնը, թե պիտի լուր մնանք, կուլ գնանք, ինչի համար, այսօր Փաշինյան իմ ընտանիքի համար ինչ է արել, որ ես լռեմ, ձեն չհանեմ, այսօր ես այդ մարդն է ինձ աշխատանք տվել, ինչքան կարելի է, հոգնել ենք արդեն։ Իսկ նման դեպքեր էլի եղել են, որ ստուգումներ Մեր գործանը միշտ էլ օրինական աշխատել է, իրանք անօրինական կերպով ներս են խուժել ու մեզ թողել են դրսում։ 9-10 ժամից ավել մենք ստուգումներ ենք ատել անմարդկային կերպով։ Մեր անձնական իրերն են նույնիսկ ներսում մենք չենք վերցրել։ Այդ կառավարությունը այդքան կար, բայց այսքան ժողովրդին ով է պատասխան տալու։ եղել է, որ էլի ինչ-որ ժամանակով փակվի։ Ոչ։ Ես 4 տարի է այստեղ աշխատում եմ, 4 տարի է, երբևիցե չի եղել, որ գործանի դուռը իմ առաջ փակ լինի, ես չկարողանամ մտնեմ, իմ բնականon աշխատանքը կատարեմ։